Ողջույն շատ սիրելի հեռուստադիտողներ եւ հետեւորդներ, մենք շարունակում ենք բացահայտել Հայաստանի 100 լավագույն բժիշկներին, հրաշալի բժիշկներ, ովքեր իրենց ողջ կյանքը նվիրել եւ նվիրում են առողջապահության ոլորտին։ Եվ իհարկե մենք ավելի հաճախ տեսնում ենք այն բժիշկներին, ովքեր 40 տարի, 30 տարի այսպես իրենց կյանքը նվիրել են առողջապահության ոլորտին, բայց շատ կարեւոր է նաեւ համեմատաբար ավելի երիտասարդ բժիշկներին ներկայացնելը, որովհետեւ նրանք մեր առողջապահության ոլորտի ուժն են, նրանք մեր առողջապահության ոլորտի հենասյունն են եւ նրանք են բերում նորություններ առողջապահական համակարգ։ Եվ այս պահին մենք գտնվում ենք Ալավերդու բժշկական կենտրոնում հրաշալի հանդիպում անցկացնելու, որովհետեւ բժշկուհուն, ում պիտի ներկայացնենք, անսահման սիրված է առաջին հերթին ալավերդցիների կողմից, այսինքն Ալավերդին նկատի ունենանք նաեւ հարակից բնակավայրերը, որտեղից գալիս են այստեղ բուժօգնություն ստանալու, եւ երբ կատարվում էր այդ ընտրությունը, բժշկական կենտրոնի տնօրենը ասաց, որ նրան իսկապես ամենաշատն են սիրում, սիրով ներկայացնեմ Տաթևիկ Ծատինյան, նա ուղիղ 9 տարի աշխատում է որպես բժիշկ, ընդհանուր առմամբ 3000 եւ ավելի բուժառու է ունեցել եւ իհարկե նա գաստրոենտերոլոգ է եւ թերապևտ։ Բժշկուհի ջան, ուրախ ենք ձեզ հետ հանդիպել այս պայմաններում եւ այս հրաշալի առիթով, որ դուք ընդգրկվել եք Հայաստանի 100 լավագույն բժիշկների մեջ։ Նախ այս իմաստով ինչ զգացողություններ ունեք, ինչ էր այս նորությունը ձեզ համար։ Նախ առաջին հերթին շատ զարմացա եւ հաճելիորեն ուրախացա, շատ պարտավորեցնող է, բայց ես կարծում եմ, որ յուրաքանչյուր բժիշկ արժանի էր ընտրվելու լավագույն 100-յակում։ Այո, բայց մենք էլ պարտադիր տեղեկացնենք, որ Հայաստանում 10,000-ից ավելի գործունեություն ծավալող բժիշկ կա, անշուշտ մենք չենք կարող բոլորին ընդգրկել, բայց մենք կարող ենք ձեր դեմքով բոլորին ասել շնորհակալություն եւ այս մեր նախագծի գլխավոր ասելիքը հենց շնորհակալությունն է եւ ես ուզում եմ այսպես հնչի շնորհակալություն բժիշկ ջան, որովհետեւ այդ բառը միշտ դուք լսում եք, չէ՞, բժիշկ ջան։ Շատ լավ, դուք առաջնային այսպես օղակում եք թերապևտի մասնագիտությունը առհասարակ ամենաբարդերից է, որովհետեւ ենթադրում է առանց բացառության բոլոր առողջապահական ճյուղերի վերաբերյալ հստակ պատկերացում, որպեսզի կարողանաք դնել ճիշտ ախտորոշում։ Այս իմաստով ինչ կարող եք ասել եւ հատկապես նրանց, ովքեր դեռ այս ճանապարհը անցնում են, արժե դառնալ թերապևտ թե ոչ։ Իհարկե արժե դառնալ թերապևտ, բժիշկը պետք է գաղափար ունենա բժշկության բոլոր ճյուղերից։ Թերապիան այն մասնագիտությունն է, որը ընդգրկում է իր մեջ բոլոր ճյուղերը բժշկագիտության եւ այդ առումով իհարկե ցանկացած բժիշկ լավ կլինի, որ առաջին հերթին լինի սկզբից լավ թերապևտ, հետո նոր արդեն նեղ մասնագետ։ Շատ լավ, այս իմաստով հարցը դիտարկենք նաև գաստրոենտերոլոգի տեսանկյունից, սա ինչ է եւ ինչու երկու մասնագիտություն առողջապահության ոլորտում, ինչպես ստացվեց այդպես։ Ի սկզբանե ես ընտրել եմ գաստրոենտերոլոգի մասնագիտությունը, որը իր մեջ ընդգրկում է աղեստամոքսային համակարգը, սակայն դա նեղ մասնագիտություն է եւ մարզում աշխատելու ընթացքում կարիքը կար, որ ես ունենամ ընդհանուր թերապևտիկ մասնագիտություն եւ արդեն երկրորդ մասնագիտությունը ընտրել եմ թերապիայի մասնագիտությունը։ Հիմա աշխատում եմ որպես գաստրոենտերոլոգ թերապևտ։ Երկուսը միասին, այո, եւ գուցե դա երկու մասնագիտությունն է պատճառը, գուցե ձեր վերաբերմունքն է պատճառը այդքան սիրված լինելու, ամեն դեպքում ձեզանից փորձենք լսել գաղտնիքը։ Ինչու են շատ սիրում ձեզ Ալավերդի քաղաքում։ Ձեզ։ Իրականում երևի թե ես վերաբերվում եմ բոլոր պացիենտներին, բուժառուներին այնպես, ինչպես որ ես ինքս կցանկանայի, որ բժիշկը վերաբերվեր իմ հարազատի նկատմամբ։ Միգուցե դա է գրավականը։ Իհարկե մասնագիտական հմտությունները եւս դրա դրացումն են։ Փորձենք, քանի որ ընդհանրական մասնագիտության եք տիրապետում, այսպես ասած, ինչ ոչ նաև աղեստամոքսային համակարգը ներառելով, հարցի մեջ, փորձենք տալ մի քանի կարևոր գաղտնիքներ, հարցերի պատասխաններ, որոնք թույլ կտան մարդուն, այսօրվա մարդուն լինել ավելի առողջ, հաշվի առնելով, որ մեր սնունդը երեկվա լավագույն սնունդը չէ, ամեն ինչ փոխված է ըստ էության, ինչ անել առողջ մնալու համար, ձեր տեսանկյունը։ Իհարկե առաջինը առողջ սննդակարգն է, որը ցանկալի է, որ ցանկացած մարդ հետևի առողջ սննդակարգին, բայց արդեն հիմնականում դիմում են գանգատներով, ես միշտ ասում եմ, որ սա առողջ մարդու սննդակարգ է, ձեր դեպքում առավել եւս։ Մենք բոլորս պետք է հետևենք մեր սննդակարգին, մեր ֆիզիկական ակտիվությանը, առողջ ապրելակերպին, որը որ առաջնային է գաստրոենտերոլոգիայում, ես բոլոր հիվանդներին առաջինը հենց բացատրում եմ սննդակարգը, հետո նոր նշանակումներ եմ
սահմանում իրենց համապատասխան հիվանդության վերաբերյալ։ Շատ լավ, եւ դարի գլխավոր հիվանդություններից մեկը համացանցն է եւ առհասարակ տեղեկատվության մեծ հոսքերը, որոնք որ անընդհատ մենք ստանում ենք եւ մարդը եթե անգամ իր տանը եւ իր միջավայրում սթրեսներ չունի, ընդհանրապես տեղեկատվությանը հետեւելով կարող է ամեն օր ենթարկվել պարբերական սթրեսների, իսկ գիտեմ, որ սթրեսները ուղիղ բացասական ազդեցություն են ունենում աղեստամոքսային նույն համակարգի վրա եւ այլն։ Սա արդյոք հաստատում եք թե ոչ եւ ինչպես խուսափել առհասարակ բացասական նորություններից, բամբասանքներից, կա ինչ-որ գաղտնիք, որովհետև դուք շատ եք ժպտում, ես ենթադրում եմ, որ դուք նաև ունեք որոշակի մոտեցում ինքներդ խուսափելու այդ ամենից։ Իհարկե ստրեսը մեզ առաջնորդում է կարելի ասել յուրաքանչյուր բնագավառում, իսկ դուք ճիշտ նկատեցիք, որ այն ուղղակի կապ ունի աղեստամոքսային համակարգի հիվանդությունների վրա եւ պացիենտների հետ աշխատելու ժամանակ նաեւ որոշակի հոգեբանական ասպեկտից ենք սկսում իր բուժումը, հնարավորինս քիչ պետք է համացանցի այդ նորություններին հետևեն ու շատ ժամանակ հիվանդները արդեն մեզ դիմում են, իրենք իրենց նախնական դիագնոզը համացանցից ենթադրաբար դրված վիճակում բավականին դժվար է բժշկի համար պացիենտին բերել մի ասպարեզ, որտեղ որ բժիշկը պետք է առաջնորդի եւ ոչ թե պացիենտը ինտերնետից։ Շատ կարևոր խնդրի մասն եք բարձրաձայնում եւ այո բոլոր բժիշկները միաբերան գոռում են, որ ինքնաբուժությամբ զբաղվել չի կարելի, հատկապես անտիբիոտիկների չարաշահումը բերում է դիմակայունության, որը ենթադրում է լուրջ խնդիրներ, ինչեւ մենք չգնանք շատ դեպի առողջապահություն, ուզում եմ փորձենք հիշել ձեր աշխատանքային գործունեության ամենատպավորիչ դրվագներից մեկը, որը երբեք միշտ կմնա ձեզ հետ որպես պատմություն, դա կարող է լինել բարի, հեռու բոլորից նաեւ տխուր պատմություն, ինչն եք հիշում առաջինը ձեր գործունեությունից։ Իրականում պատմություններ շատ են եղել, քանի որ ես ի սկզբանե եղել եմ որպես ընդունանի բժիշկ, այնուհետև թերապևտիկ բաժանմունքի բժիշկ, այնուհետև վարիչ, պատմությունները շատ են, բայց կոնկրետ ինչ-որ մի բան չեմ կարող առանձնացնել։ Ամենօրյա մենք ունենում ենք զավեշտալի եւ պատմություններ եւ շատ հուզող պատմություններ, բժշկի օրակարգում նման պատմությունները անընդհատ կան, այո։ Շատ լավ, եւ վերջերս Ալավերդի քաղաքը անցավ մի բավականին լուրջ դժվարության միջով, 1 տարի է անցել ջրհեղեղներից, որոնք որ ցավալիորեն մեծ դժվարություններ պատճառեցին քաղաքի բնակիչներին, վերականգնվել է արդյոք քաղաքը ըստ ձեզ եւ առողջապահական տեսանկյունից հետևանքներ ունեցավ, թե չունեցավ այդ ամենը, ինչ կարող եք ասել որպես ընդհանուր բժիշկ։ Դե իհարկե առողջապահական տեսանկյունից մարդիկ մեծ ստրես ապրեցին, նամանավանդ այն մարդիկ, որոնք բնակվում են տվյալ տեղամասերում, այդ հետևանքները դեռևս կրում են։ Մեր շատ բուժառուներ մեզ դիմում են հենց այդ ստրեսային ֆոնի վրա իրանց հիվանդությունների սրացումների հետ կապված։ Իսկ դիմելուց հետո արդյոք ամեն բան կարգավորվում է։ Հնարավորին չափ այո։ Այո։ Շատ լավ, ձեզ եւս մեկ անգամ ուզում ենք ասել շնորհակալություն, մենք դեռ անակնկալ հանդիպումներ ունենք այս նախագծի շրջանակում, սա ըստ էության գլխավոր ծանոթացումներ մեր համացանցային եւ հեռուստատեսային հետևորդների եւ հեռուստադիտողների հետ, բայց գլխավոր միջոցառմանը դեռ հանդիպելու ենք, ամփոփենք թերևս հայրենիքին ուղղված եւ մեր հայրենակիցներին ուղղված ձեր մաղթանքով։ Նախ շնորհակալ եմ այս հնարավորությունը ընձեռնելու համար, մեր ողջ հայությանը մաղթում եմ ամենակարևորը քաջ առողջություն եւ մաղթում եմ եւ ցանկանում եմ հիշեցնել մեր բոլոր մարդկանց, պացիենտներին, որ բժշկի դիմեն հիվանդությունների վաղ փուլում, որպիսի առողջացումը ավելի շուտ լինի եւ առողջացած վերադառնան իրենց ընտանիքներ։ Այո, որպես ամփոփում պետք է հիշել, որ կանխարգելման լավագույն հրաշալի միջոցը դա հետազոտություններն են, պարբերական հետազոտությունները, բոլոր հնարավոր ճյուղերով կարելի է ժամանակ առ ժամանակ տարին գոնե մեկ անգամ դիմել բժշկի, այդպիսով կանխելով բազմաթիվ հիվանդությունների սրացում եւ զարգացում։ Դե ինչ, այսպիսին են մեր բժիշկները, համեստ, հրաշալի, լավը, գունեղ, ամենակարևորը բարի եւ ես անսահման ուրախ եմ, որ այս ընտրությունը իսկապես կատարվել է մանրակրկիտ ձևով եւ պատահական մարդիկ մեր ցանկում պարզապես չկան։ Շնորհակալություն եւս մեկ անգամ, սիրելի բարեկամներ, մենք դեռ հանդիպելու ենք։